1950 թվականի նոյեմբերի 29-ին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած պատվանդանի վրա տեղադրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Մերկրովի Իոսիֆ Ստալինի 17 մետրանոց արձանը։ 1961 թվականին հանվեց այստեղից Իոսիֆ Ստալինի արձանը, փոխարենը 1967 թվականին արդեն տեղադրվեց քանդակագործ Արա Հարությունյանի կողմից հեղինակված 22 մետրանոց Մայր Հայաստանի արձանը։ Կադրում Պետրոսն ու Քնարիկն են, ամուսիններ, որոնց սերը ծնվել է հայաստանյան քարանձավներում։ Իրականում ոնց միշտ մենք ենք սիրում պատմել, մեր սերը դեռ քարանձավային տարիներից է սկսվում, որովհետև առաջին հանդիպումը հենց տեղի է ունեցել քարանձավներից մեկում։ Իրար լրացնելով հիշում են քարանձավային սիրո ծնունդը։ Նշեմլորվա մազի քարանձավներից մեկում, իր հրաշալի քարանձավներից մեկում պատահական, շատ պատահական սկզբունքով ծանոթացանք, որը վերածվեց հետագայում ընկերական շփման։ Ընկերական շփումները արդեն դարձավ սիրո եւ հիմք հանդիսացավ ընտանիքի ձևավորման։ Սկզբում գործընկերներ, հետո արդեն կյանքի ուղեկիցներ դարձան, բայց մինչ ծանոթանալը նրանք զբաղվում էին հայրենիքը բացահայտելով ու մարդկանց ծանոթացնելով Հայաստան աշխարհին։ Հայրենիքն արժեք է, զբոսավարը Հայաստանի փոքրիկ դեսպան։ Պետրոսի համոզմամբ պետք է պատասխանատվությամբ մոտենալ մասնագիտությանն ու անմնացորդ նվիրվել գործին։ Հայրենիքն իմ աչքերով դա լոկ միայն աշխարհագրական տարածք չէ, այլ պատմությունների, հիշողությունների, փաստերի, հոգևոր եւ մշակութային ժառանգությունների մի ամբողջ շղթա է։ Հայրենիքը կենդանի պատմություն է իմ համար, որը ես փոխանցում եմ մարդկանց, ոչ միայն պատմություններով կամ փաստերով, այլ զգացմունքներով։ Պետք է այնպես ներկայացնել զբոսաշրջիկին քո հայրենիքի պատմությունը, որպեսզի նա շատ զգացմունքայինորեն զգա քո հայրենիքի ամեն մի մասնիկը։ Քնարիկին հայրենիքի նկատմամբ սերը դարձրեց զբոսավար։ Նշում է, զբոսաշրջիկը պետք է զգացմունքային ամուր կապ ունենա հայրենի հողի հետ։ Տուրերի ժամանակ միշտ ամենասկզբում որպես ծանոթություն, ասեմ ավելին ծանոթությունից անգամ առաջ միշտ մեջբերում եմ անում, որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից ու զբոսավարությունը հայրենիքը ճանաչելու իմ ձևն է։ Ու անկեղծ բոլոր տուրերի ժամանակ ես ոչ թե պատմում եմ ինչ-որ պատմամշակութային կոթողի մասին, այլ ուղղակի փորձում եմ իմ սրտի փոքրիկ հայրենասիրությունը փոխանցեմ նաև զբոսաշրջիկներին։ Զույգ, որը ծանոթացել է հայրենաճանաչության միջոցով, ինչ են նրանք պատրաստվում փոխանցել ապագա սերունդներին։ Պետրոսն ու Քնարիկն իրենց առաքելությամբ են կիսվում Արմալուրի հետ։ Ապագա սերունդներին կուզեմ փոխանցել հետևյալը, որ լինեն չափազանց հայրենասեր, քանի որ ամեն ինչ սկսվում է հենց հայրենասիրությունից, հայրենիքի հանդեպ սիրուց, լինեն ազգապահպան եւ սիրեն իրենց հայրենիքը այնպես, ինչպես սիրում են իրենց ծնողներին, քանի որ մենք ունենք ընդհանրապես մի բուռ Հայաստան ու ամեն մի հողակտորը, որի վրա որ հիմա մենք ապրում ենք, ամենաթանկն է թեկուզ ներկայիս երիտասարդների համար, որովհետեւ հողն է գրկում մեզ ու խնդրում, որ իրեն հանկարծ չլքենք։ Հայրենիքի մասին պատմելը նրանց համար առաքելություն է, բայց այդ առաքելությունն այսօր նաև ավելի լայն շրջանակ ունի։ Հայաստանում զբոսաշրջությունն աստիճանաբար փոխում է իր ձևը։ Մարդիկ գալիս են ոչ միայն տեսնելու, այլ զգալու։ Հենց այս գաղափարով է զարգանում նաև Մաչանենց տունը, դառնալով մշակութային փորձառության կենդանի կենտրոն։ Մաչանենց տանը հիմնականում օտար լեզուներով էքսկուրսիաներն եմ ես վարում, ռուսերեն, անգլերեն, չինարեն, նաև իհարկե հայերեն։ Նաև վարպետաց դասերին ենք ուղեկցում մեր օտարերկրացի հյուրերին, տոլմայի վարպետաց դաս ենք ունենում, լավաշի թխում, քանի որ ամբողջ Մաչանենց տունը հենց հայկական մշակույթն է իր մեջ, ամփոփում ու դրանք անբաժան մասերն են միշտ համարվել։ Սեդան Մաչանենց տան զբոսավարն է, պատմում է ինչ են ներկայացնում այցելուներին։ Մաչանենց տունը երկու մասից է բաղկացած, հայկական մշակույթը ցույց տվող կողմը ու մեր սոցիալական կազմակերպություն որպես հանդիսացող կողմը։ Այսինքն, չնայած որ ներկայացնում ենք հայկական մշակույթը, կենցաղի իրերը, թոնի եւ լավաշի թխում, ներկայացնում ենք նաեւ մեր հայ միասնության խաչը, մեր բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը, պատմում ենք մեր Մաչանենց կրթահամալիրի մասին, Մաչանենց թատրոնի, Մաչանենց գինիների, այսինքն հենց մեր կազմակերպության յուրահատկություններից ենք նաեւ պատմում։ Զբոսավար լինելը պատասխանատվություն է, պատմելու այնպես, որ մարդը սիրի քարանձավը, կոթողը, մշակույթը եւ ի վերջո Հայաստանը։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։